Աստվածաշնչյան ընթերցանություն ամեն առավոտ Չարլզ Սպերջեն Նոյեմբերի 13 Ճյուղը չի կարող ինքն իրեն պտուղ բերել Հովհաննես ավետարան 15:4 Հիշիր սիրելիս, թե դու երբ սկսեցիր պտուղ բերել Դա տեղի ունեցավ այն պահից, երբ դու եկար Հիսուսի մոտ ապավինեցիր նրա մեծ փրկագնմանը և հույսը դրեցիր նրա կատարյալ արդարության վրա Ինչպիսին էին այն ժամանակ քո պտուղները Դու հիշում ես այդ վաղ ժամանակը Վազի վրա ձևավորվում էին ողկյուզները Առաջանում էին խաղողի առաջին հատիկները Պարտեզային բույսերը հաճելի հոգեթով բույրեր էին տարածում Միթե դու հոգևորապես թուլացել ես Եթե այո, ապա հիշիր սիրո այդ ժամանակը և զղջա Կրկնիր քո նախկին ծառայությունը Ավելի ջանասիրաբար աշխատիր նրա վրա Ինչը քեզ ավելի է մոտեցնում Հիսուսին Քանի որ նրանից են բխում քո բոլոր պտուղները Ցանկացած հոգևոր աշխատանք, որը քեզ մոտեցնում է նրան կօգնի պտուղ բերել Արևն անշուշտ մեծագույն մշակն է, որը նպաստում է մրգատու այգիներում պտուղների աճին և հասունացմանը Բայց անհամեմատելի ավելի մեծ է Հիսուսի նշանակությունը շնորհքի սեփական այգում Հիշիր, թե երբ է քո ջերմեռանդությունը սկսել նվազել Արդյոք դա այն ժամանակ էր, երբ դու հեռու էիր Քրիստոսից, թուլացել էիր աղոթքի ծառայության մեջ, օտարացել էիր հավատիդ պարզությանը, հիմնվել էիր քեզ վրա, այլ ոչ Տիրոջ վրա, երբ պնդում էիր, իմ ժայռն ամուր է, ես չեմ սասանվի, երբ դու մոռացար, թե որտեղից է գալիս քո ուժը, միթե այն ժամանակ չդադարեցիր պտուղ տալ, մեզանից ոմանք գիտակցել են, խոնարեցնելով իրենց սիրտն Աստծո առաջ, որ առանց Հիսուս Քրիստոսի մենք ոչինչ չարժենք Տեսնելով սեփական ջանքերի կատարյալ անկարողունակությունը մենք ջախջախված սրտով աղաղակեցինք Միայն նրանից է իմ բոլոր պտուղները Ոչ մի պտուղ չի կարող ստեղծվել ինձանից Մենք անցյալի փորձից սովորել ենք որ որքան ավելին ենք ապավինում Աստծո շնորհքին Քրիստոսում և հույս դնում Սուրբ Հոգու վրա այնքան ավելի պտղաբեր ենք լինում մեր Աստծո համար Վստահենք Հիսուսին, պտուղների հարցում այնպես, ինչպես վստահում ենք կյանքի հարցում